Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին, հիմա դա ընտրարշավն է, մինչև հունիսի 7-ը, մենք այսօր կզրուցենք ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանի հետ, բարի երեկո, պարոն Ղազարյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հիմա Հանրապետական կուսակցության անդամ եք, թե ուժեղ Հայաստանի։ Նախ բերեք ընդունենք, որ հիմա փոփոխությունները գալիս են, եւ այդ Սամվել Կարապետյանին հաջողվել է իրականացնել անհնարինը, որովհետեւ եթե չլիներ ուժեղ Հայաստանը եւ Սամվել Կարապետյանը, ես դժվար այսօր ստեղ այս կարգավիճակում առհասարակ որևէ կարգավիճակում լինեի։ Ես այստեղ, այսինքն դուք ստացվում է որ հյուր եք հրավիրել, չգիտեք ում եք հրավիրել։ Բայց քիչ առաջ դուք ասում եք որ մեր հյուրն է ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորության թեկնածուն կարա այդ կուսակցությունից չլինի։ Այո, բայց հետեւաբար դուք կուսակցության հայտարարության մասին կարծում եմ դուք լսել եք որ հանրապետական կուսակցությունը ընտրությունների չի մասնակցում։ Եվ եթե ես մասնակցում եմ ընտրությունների, մասնակցում եմ ուժեղ Հայաստանի դաշինքով։ Բայց որ կուսակցությունից եք։ Ես անկուսակցական եմ եւ ներառված եմ ուժեղ Հայաստանի դաշինք։ Հիմա տեսեք, երբ թրիփը ստորագրվեց, ես հիշում եմ դուք քննադատում եք թրիփը։ Եվ ասում եք, որ մենք հանձնում ենք միջանց եւ այլն եւ այլն։ Նարեկ Կարապետյանը ասաց, որ մենք ստորագրելու ենք թրիփ այնպես, ինչպես կա։ Տես չի ասել Նարեկ Կարապետյանը։ Նարեկ Կարապետյանը ասել է, որ թրիփը դա բովանդակությունն եմ ասում, բառացի հիմա ես բառացի եմ ասում։ Չէ, ես էությունն եմ ներկայացնում մեր պատկերացումների թրիփի վերաբերյալ։ Ես չգիտեմ ձեր պատկերացումները ո՞րն են, Նարեկ Կարապետյանը ասում ենք թրիփը ստորագրելու ենք այնպես, ինչպես կա։ Նարեկ Կարապետյանը արտահայտում է մեր կուսակցության դիրքորոշումները, որը արտահայտված է նախընտրական ծրագրում։ Այո, դուք ասում եք, որ դա Զանգեզուրի հանձնում է։ Դիտարկում ենք հիմա որպես ենթակառուցվածքային ծրագիր, որը հնարավոր է իրագործել բազմաթիվ երաշխավորների արկայության պայմաններում, այսինքն այն ձևով ինչ որ ինքը ստորագրվել է, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իրագործել։ Հիմա թրիփից ընդհանրապես լսել եք մեկի խոսի։ Դուք իմ հարցը ուրիշ բանի մասին եք։ Դուք ասում եք, որ դա Միչանսկի հանձնում է։ Նարեկ Կարապետյանը ասում է մենք ստորագրելու ենք այնպես, ինչպես կա։ Հիմա դուք գտնում եք այն ուժում, որը նույնպես համաձայն է Միչանսկի հանձնման ասում, էլի դուք կարող է ձեզ համար պարզ մեկնաբանություններ են անհրաժեշտ ընկալելու համար, բայց ես էությունն եմ ներկայացնում։ Նարեկ Կարապետյանն ասում է, որ թրիփը հնարավոր է իրագործել, եթե լինեն բազմաթիվ երաշխավորներ այդ ծրագրի իրականացման համար։ Այն ձևով ինչ որ նախնական է ներկայացված, դա իրականություն չի դառնա, եւ դա Նարեկի ասածը բացարձակ ճշմարտություն է, որովհետեւ իրականություն չի դարձել։ Այն մարդիկ, ովքեր թրիփը ստորագրել են, դրա մասին հիմա ընդհանրապես չեն խոսում։ Այո, որ Նարեկ Կարապետյանի հետ միասին մենք բոլորս գանք իշխանության, այն ժամանակ դուք կտեսնեք թե Նարեկ Կարապետյանը նաև խաղաղության պայմանագիրը, դուք ասում եք, որ այնտեղ հայկական շահ չկա, հիշում եք, քննադատում եք։ Նարեկ Կարապետյանը ասում է, որ մենք այդ պայմանագիրը կստորագրենք այնպես, ինչպես կա։ Այսինքն դուք ստորագրելու եք թրիփը, որը Զանգեզուրի Միչանսկի հանձնում է, ըստ ձեզ, դուք ստորագրելու եք խաղաղության պայմանագիրը, որտեղ հայկական շահ չկա, եւ դուք այդ կուսակցության մեջ եք։ Կրկին դուք սխալվում եք, ինչպես ես մեջբերում եմ անում, ես չեմ կարող սխալվել։ Բայց ձեր մեջբերումները սխալ են բովանդակային առումով։ Ուղիղ մեջբերում եմ անում, բովանդակային առումով սխալ եմ անում։ Հիմա կարելի է, որ այդ ուղիղ մեջբերումների մեջ դուք մեկնաբանեք այդ ուղիղ մեջբերեք նաև այդ պայմանագիրը ստորագրող մյուս կողմի տեսակետ, այսինքն կոնկրետ այդ պայմանագիրը խաղաղության պայմանագիր, պիտի առնվազն երկու կողմ ստորագրի, չէ՞, Հայաստանն ու Ադրբեջանը։ Հիմա մյուս կողմը Ադրբեջանն է, չէ՞, Ադրբեջանը ստորագրելու է խաղաղության պայմանագիրը, ինչի՞ չգիտեք, բա ասում եք, բա մեջբերումներ եք անում։ Ես Նարեկ Կարապետյանից եմ մեջբերում անում, Ալիևից։ Հիմա լսեք, բա մյուս կողմը պիտի ստորագրի, չէ՞։ Իլհամ Ալիևն ասել է, որ ես խոսում եմ մեր կողմի դիրքորոշման մասին, մեր կողմի։ Եկեք մերը հասկանանք։ Հիմա որպեսզի Նարեկ Կարապետյանը ասում է, մենք դա ստորագրելու ենք այնպես ինչպես կա։ Համաձայն։ Դուք ասում եք, ես ձեզ պարզաբանում եմ, պարոն Ղազարյան, ասում եմ, որպեսզի պայմանագիր ստորագրվի առհասարակ, այս կողմից որևէ մեկը ստորագրի, այն կողմից էլ պիտի ստորագրող լինի։ Այն մյուս կողմից ստորագրող ասել է, որ ինքը չի ստորագրելու, եթե ինքը չի ստորագրելու, մենք ինչի մասին ենք խոսում, մենք խոսում ենք ձեր դիրքորոշման մասին։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ Հայաստանը պետք է հաստատվի խաղաղություն։ Այնտեղ հայկական շահ չկա, ինչու եք դուք ստորագրում։ Ինչպես դուք եք ասում։ Մեր դիրքորոշումն է հայկական շահներն է, որպեսզի հաստատվի խաղաղություն մեր տարածաշրջանում, ինչը որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողում իրականացնել, որովհետև խաղաղություն մենակ իր շապիկի վրա գրելուց, որտեղ միայն խաղաղություն չի գրածել, այն ավտորալի նման ինչ ասես վերեն գրած է։ Դրանով խաղաղություն չի հաստատվում։ Խաղաղությունը պիտի հաստատվի պայմանագրերով։ Հիմա Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել խաղաղության պայմանագիր ստորագրել, հասնել խաղաղության։ Նարեկ Կարապետյանը եւ մենք ձգտում ենք խաղաղության եւ հաստատելու ենք։ Հիմա տեսնեմ ես մեկին ինչ եք։ Իհարկե Նարեկ Կարապետյանը որպես ձեր կողմից իդված է գլխավոր առաջնորդ, այնտեղ Սամվել Կարապետյանը։ Շատ լավ։ Հայ Սամվել Կարապետյանը։ Դուք ասում եք, որ սխալ արել ԿՊ-ն, որ
բանակում ծառայությունը սարքել է տարի ու կես, պետք է լինի 2 տարի, ասում եք։ Ես դա չեմ ասել։ Դա Դուք հենց տենց եք ասել, ես նայել եմ ձեր տեսաերեզը մի րոպե առաջ։ Ես սխալ եք։ Պետրոսյան, նայելը մի բան է, ընկալելը մի ուրիշ բան է։ Հիմա դուք ամեն բան կարաք մի խոսք վես հարցը ավարտել։ Սամվել Կարապետյան ասում է պետք է մի տարի լինի։ Ես էլ եմ ասել։ Դուք ասել եք մի տարի։ Այսօր եմ ասել, այսօր եք ասել, իսկ քանի դեռ ուժեղ Հայաստանի մեջ չէ, ասում եք պետք է լինի 2 տարի։ Ասել եք որ պետք է լինի 2 տարի։ Լսեք, դուք ասել եք որ պետք է լինի 2 տարի։ Հիմա կարող է ձեզ պետքա պարզ մեկնաբանություն, որ դուք ընկալեք։ Չէ, ես ըստ էության եմ մեկնաբան։ Հիմա որ ես ըստ էության ներկայացնեմ, մարդիկ ովքեր մեզ լսում են, շատ շուտ կհասկանան։ Դուք կարող եք Ես ուշ եմ հասկանում։ Գիտեմ 20 անգամ ասել եք, բայց հիմա ես չեմ կարող 20 անգամ ասեմ։ Ասել եք որ պետք է լինի 2 տարի։ Ես մի անգամ ասեմ, մարդիկ կհասկանան։ Հիմա նայեք։ Հարցից դուք ասել եք որ պետք է լինի 2 տարի։ Պետրոսյան, լինում է մի քանի տեսակի։ Ժամկետային զինվորական ծառայություն, պայմանագրային զինվորական ծառայություն, զինվորական ծառայություն ունենում է նախապատրաստական փուլեր, այսինքն օրինակ դպրոցներում մարդիկ անցնում են պարտադիր ծրագիր դպրոցական, նախնական զինվորական պատրաստություն։ Դա զինվորական ծառայություն չի։ Դա զինվորական ծառայություն չի, բայց նախապատրաստում է մարդու զինվորական ծառայություն, այսինքն մարդը կարա 6 ամիս անցնի ինտենսիվ նախնական զինվորական պատրաստություն, հանրակրթական ծրագրերում, բուհերի համապատասխան ֆակուլտետներում, որից հետո նրա ծառայության ժամկետը կարող է նաև լինի մի տարի, նրա ծառայության ժամկետը կարող է լինի 1.5 տարի։ Այդ չեմ ասում, որ գոյությունի զինվորական ծառայությունից հետո մարդու կապ զինվորական ծառայության հետ պահեստազոր գոյություն աշխարհազոր գոյությունի։ Հիմա դրա համար ասում եմ, սա բարդ հարաբերությունների համակարգ է։ Դուք ուզում եք պարզ, ասենք մի բառով, 1.5 թե 2, 2 թե 1, էդի ձեր համար կարող է անցալել, բայց նրանք ովքեր այդ գործից հասկանում են, դուք ասում եք, որ պետքա չլինի տարի ու կես, այլ 2 տարի։ Ես հասկանում եմ, որ պետքա չլինի տարի ու կես, այլ 2 տարի։ Բայց այդ մասը դուք արդեն հենց այդ է, պարզ մասը դուք հասկանում եք։ Հասկանալի է։ Այն պարզ մասը ձեր համար հեշտ է։ Պարզը հասկանում եք, բայց որ այնտեղ խոսում են նաև կրթական ծրագրերի մասին, զինվորական գործի նախապատրաստության մասին, ծառայությունից հետո պահեստազորում հաշվառման մասին, դա արդեն ձեր համար բարդացնում է։ Դրա համար չեք հասկանում, ոչինչ։ Կարևորը այստեղ մեր խոսակցության, որ ոչ թե դուք հասկանաք, դա դժվար է 20 անգամ ապել, այլ որ մարդիկ հասկանան, մարդիկ հասկացան։ Դուք ասեցիք, որ 2 տարի պետք է լինի, ասել եք տես բան։ Ես ասում եմ ոնց եմ ասել։ Ասել եք 2 տարի պետք է լինի։ Ես ասել եմ կրթական ծրագրերով, այսինքն նախնական զինվորական Պետրոսյան, հիմա դուք ստիպում եք, որ ես 20 անգամ ասեմ, բայց ժամանակը ափսոս է։ Կարող եմ ստիպեմ, որ դուք ճիշտ ասեք, բայց դա անհնար է նախապատրաստ է։ Քանի որ սա Ղազարյան versus Ղազարյանի առաջին օրիգինալ թողարկումն է, բերեք դրա գեղարվեստական նշանակությունը մի նսեմ ասեք, էլի Եթերից հետո ձեր հետ կռիվ անելու եք, թե մենակ ուրիշ։ Ես կփորձեմ մի հատ տարբերակ գտնել, դա ձեզ կրկնակի մշակման ենթարկելու։ Ձեր հետ եք կռիվ անելու։ Չէ, դա օրինակ դուք եք լինելու մշակման օբյեկտը։ Մշակեք։ Հիմա նայեք, դուք փաստորեն թրիփը ստորագրելու եք այնպես ինչպես կա, դուք խաղաղության պայմանագիրը ստորագրելու եք այնպես ինչպես կա, դուք Ղարաբաղը հետ չեք բերելու, ոնց որ ասում եք, այդ հարցը չեք դնելու։ Դուք չհասկացաք այնպես ինչպես կա։ Ինչով եք դուք ՔՊ-ի ծրագրից տարբերվում։ Դուք չհասկացաք այնպես ինչպես կա։ Հիմա որպեսի Պարոն Ղազարյան, եթե մի անգամ էլ վիրավոր եք։ Ես չեմ վիրավորում, պարոն Ղազարյան։ Դուք կարող եք գնալ դուրս, որտեղ դուք չեք հասկանում ես ինչ եմ ասում։ Ես բարձ բաներ եմ ասում։ Դուք հիմա ասում եք ձեր ծրագրերը ՔՊ-ի ծրագրերից չի տարբերվում։ Հիմա ասենք թե ՔՊ-ի ծրագրերում Հայաստան բերել 300,000 ադրբեջանցիների։ Մեր ծրագրերում է ստեղծել 300,000 աշխատատեղ հայերի համար։ Հիմա դրա որ դուք դրա տարբերությունը չեք զգում։ Ես ձեզ ոնց ասեմ, որ դուք դա չեք զգում։ Դա շատ էական տարբերություն։ Հիմա ՔՊ-ն ուզում է, որպեսզի հայերը լինեն տնավեր, ոնց որ արել են 150,000 մարդու տունը տեղից զրկել են, իրանք բոլորը Երևանում տներ են առել։ Սամվել Կարապետյան ուզում է 20,000 մաչելի բնակարան ստեղծի մեր քաղաքացիների համար։ Նա օրենք է առաջարկում, որպեսզի ադրբեջանցիները Հայաստանում սեփականություն ձեռք բերելու, տուն, հողամաս ձեռք բերելու հնարավորություն ունենան, որ Սաֆարովի մոտ Հայաստան կանխվի։ Հայաստանում օտարերկացին կարող հող գնել։ Մեր սահմանադրությունը հնարավորություն տալիս է այն ծրագրերը իրականացնել, ինչ որ Սամվել Կարապետյանը դնում է։ Ես ասում եմ հիմա մեր սահմանադրությունը, դուք իրավաբան չեք։ Ես նաև իրավաբան եմ։ Մեր սահմանադրությունը հնարավորություն տալիս է օտարերկրացուն հող գնել Հայաստանում։ Ռեզիդենտների միայն իրավաբանական անձանց։ Չի տալիս, վերջ։ Բայց խոսքը վերաբերում է նաև բնակարաններին։ Մեր սահմանադրությունը, քանի որ դուք իրավաբան չեք, իրավաբանի կարտիկս եք, մեր սահմանադրությունը, բայց խոսքը վերաբերում է Սամվել Կարապետյանի ծրագրին, նաև անշարժ գույքին, այսինքն նաև բնակարաններին։ Դուք օրինակ երկու բնակարան երկու օրվա մեջ առել եք, չէ՞, 2022 թվականի մարտին եւ 11-ին։ Բայց որ ծախել եմ, ես ծախել եմ էլ, չեք որ Հայաստանի քաղաքացիները առնեն, իհարկե հասկանալի եկամուտների պարագայում։ Իսկ նաև մաչելի բնակարաններով ապահովելու մեր։ Իսկ ադրբեջանցիների համար այդ հնարավորությունը մենակ Նիկոլ Փաշինյանն է ստեղծել։ Թուրքերն չեն կարող։ Իսկ այլ երկրի ժողովուրդներ
Մենք ունենք դրա Թուրքիան եւ Ադրբեջանը, պարոն Ղազարյան։ Իսրայելցիները կարողանալու են։ Լսեք ինչ եմ ասում, Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հուլիսին, համարվում են Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող պետություններ։ Հետևաբար այդ երկու պետության նկատմամբ, ինչքան էլ որ դուք եւ ԿՊ-ն ունենաք բացառիկ դրական վերաբերմունք, նրանք մեր երկրի պետականության համար անվտանգության սպառնալիք են ներկայացնում եւ նրանց նկատմամբ մեր ծրագրերը տարբերակված են։ Լավ։ Հիմա ձեր ուժը ասում է, որ պետք է նախկին նախագահները այլևս չգան իշխանության։ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Դուք համաձայն եք դրա հետ, որ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը սպառել են իրենց։ Մենք այն կարծիքին ենք, որ Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի Սամվել Կարապետյանը։ Հասկացա, ուրիշ հարց է։ Դե ձեր հարցը, իմ հարցը պատասխանն է ձեր հարցին, այսինքն եթե Հայաստանի հաջորդ վարչապետը լինում է Սամվել Կարապետյանը, բնականաբար չի լինում Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ որևէ մեկ, ով նախկինում երբևէ պաշտոնավար է։ Այսինքն դուք գտնում եք նաև Սերժ Սարգսյանը սպառել է իրան։ Ես դուք ձեր հարցը այլ կերպ եք ձևակերպում։ Ես գտնում եմ, որ մարդը հաջորդ վարչապետը պետք է լինի Սամվել Կարապետյանը։ Հիմա նայեք, ասում են նաև ով չպետք է լինի։ Է դրա մեջ Սերժ Սարգսյանը։ Այսինքն դուք մտածում եք, որ դի 4 հոգով են Հայաստանի վարչապետ, մեկը պետք է լինի։ Ընտրություններ է։ Մի րոպե, ընտրություններով մեկն է լինում։ Հիմա մեր պատկերացումներով իմ հարցին մեր պատասխանում եմ Հայաստանի հաջորդ վարչապետը կլինի Սամվել Կարապետյանը։ Հիմա եթե ես ժամանակին զբաղեցրել եմ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը, իշխանափոխությունից հետո պարտադիր չի, որ ես զբաղեցնեմ Վայոց ձորի մարզպետ, կարա ուրիշներ զբաղեցնի։ Հիմա մեր երկիրը պրոգրես է ապրում։ Մի պաշտոնավարման ժամկետ, ղեկավարը պաշտոնավարում է եւ այլևս չի պաշտոնավար։ Ամբողջ աշխարհում տենց է։ Դա Նիկոլ Փաշինյանը 18 թվին ասում է Սերժ Սարգսյանը 3-րդ ժամկետ չպաշտոնավար։ Հիմա պարզվում է ինքն է պայքարում 3-րդ ժամկետ պաշտոնավարելու համար։ Մենք ասում ենք ոչ, դա չի կարելի եւ հաջորդ վարչապետը կլինի Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը նա նոր բնակարանել այդ վաղ առնեք մաչելի։ Ռուսաստանի ազդեցության տակ է թե ոչ։ Իհարկե ոչ։ Ոչ։ Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի ազդեցության հայ ժողովրդի։ Այո։ Պուտինը երբ որ պաշտպանում է ձեզ ասում է ռուսամետ ուժերին թողեք մասնակցեն ընտրություններին, դուք ռուսամետ ուժ գիտեիք։ Չէ։ Չգիտեիք։ Պուտինը ասել է։ Հիմա տենց ասել, հենց տենց ասել է ռուսամետ ուժերին։ Հենց տենց ասել։ Պուտինը հիմա ասել է ում։ Զախարովան ձեզ պաշտպանում է Ռուսաստանի արգոսնախարարի տեղակալի մակարդակով Նարեկին Կարապետյան պաշտպանեցին, որ նա Ռուսաստանի քաղաքացի է։ տվել Ալեն Սիմոնյանի արգոսնախարարի տեղակալի ազգային ժողովի նախագահը խոսում դրա։ Ազգային ժողովի խորհրդարանական երկրի ազգային ժողովի նախագահը բացարձակ սուտ կեղծ տեղեկություն է տարածում։ Դա այդ տեղեկության հենվել է Ռուսաստանի պաշտոնական փաստաթղթերի վրա։ Հետո իսկ ոնց է հենվել ինքը հետո մի օրում ձեր խաթր փոխեցին, հետ եմ ասում, դուք իրանց ոչ չէ։ Դուք Նարեկին Կարապետյան լսել եք։ Կայքը 2 վայրկյանում արգելափակեցին, 2 վայրկյանում։ Ձեր խաթր Ռուսաստանում։ Ես չգիտեմ դուք ինչ կապեր ունեք։ Ես կապեր ունեմ Նարեկ Կարապետյանի հետ, որը այդ մասին լսելուց պաշտոնապես հայտարարել է, որ ինքը երբևէ Հայաստանի քաղաքացիությունից բացի որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել։ Հիմա ռուսական ձեր գործընկերները, կայքերը ինչ տեղեկություններ են դնում, երբ են արգելապա, երբ են այդ կարող է ձեզ հետաքրքիր, դա մեզ հետաքրքիր չի։ Դուք Քրիստինե Վարդանյանը չեք, արագ խոսալով փորձում եք լսեք ինչ եմ ասում։ Այսինքն դուք այսքան խոսալուց հետո ձեր մոտ էս տպավորությունը, որ ես Քրիստինե Վարդանյան, ես Էդգար Ղազարյանն եմ, Պետրոս Ղազարյան versus Ղազարյանի հեղինակ Էդգար Ղազարյանն եմ։ Դուք չեք ուզում հավատաք այդ իրականությանը, որ ես տեղ եմ։ Տելևիզորի հետ կռիվ եք անում եւ հաղթում։ Տելևիզորի հետ չէ։ Հիմա հարցը հաղորդման մշակումներն է։ Մեծ համարձակություն է պետք նստել, երբ որ մարդիկ քեզ չեն կարող պատասխանել եւ կռիվ անել։ Այդ ինչի՞ց է, որտեղ դուք համարձակություն չունեք ինձ տեղ հրավիրելու դրանից առաջացել։ Այդ հաղորդման գաղափարի հեղինակներից մեկը դուք եք։ Հիմա Սամվել Կարապետյանի միլիարդավոր բիզնեսները ընդեղ են։ Ստեղ են։ Բայց ընդեղ են հիմնականում։ Հետո են որ նա գտնվում է այդ ազդեցության տակ։ Հələ mən ձեր տրամաբանությունը էլի փորձեմ հասկանալ։ Իբր դուք չեք հասկանում։ Չէ, հիմա ես փորձեմ ձեր տրամաբանությունը հասկանալ։ Հələ հասկացա ինչ եք ասում։ Նրան պաշտպանում է Ռուսաստանը ամեն ձևով, եւ նա չի կարող արտաքին քաղաքականություն եւ ներքին վարել առանց Ռուսաստանի ազդեցության։ Հիմա Երևանում, Հայաստանում Pernod Ricard Group ընկերությունը ունի սեփականություն, մեծ գործարան, Երևանի կոնյակի գործարանն է։ Ձեր տրամաբանությամբ Pernod Ricard-ի սեփականատերը գտնվում են Հայաստանի իշխանությունների ազդեցության տակ։
Coca-Cola Hellenic Bottling Company ընկերությունը, որը հունական ընկերություն է, ամերիկյան ընկերության ֆրանչայզը անում Հայաստանում, եթե Հայաստանում ունի Coca-Cola-ի գործարան, ուրեմն գտնվում է Հայաստանի իշխանությունների ազդեցության տակ եւ Հայաստանի իշխանությունները նրանց սեփականատերերը ոնց ուզեն տես կվարվեն, տենց եք դուք մտածում։ Սամվել Կարապետյանը բիզնես ունի նախ առաջին հերթին Հայաստանում եւ Ռուսաստանը եւ ունի Ռուսաստանը։ Հիմա Սամվել Կարապետյանը բիզնես ունի Հունաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում։ Հիմա ձեր տրամաբանությամբ նա գտնվում է Հունաստանի իշխանությունների, այսինքն Եվրոպական միության իշխանությունների ազդեցության տակ։ Այսինքն բիզնես ունի մարդը քաղաքականության մեջ երբևէ չի զբաղվել։ Ռուսաստանում քաղաքական իշխանության մեջ չի եղել, հավակնություններ չի ունեցել։ Օրինակ, ձեր ասածը վերաբերելի է Զարե Սինանյանին, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է եւ այնտեղ Գլենդելի քաղաքապետ է եղել։ Այսինքն հանրային իշխանության պաշտոն է զբաղեցել եւ հիմա Հայաստանի կառավարությունում դիրքավորված է որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ։ Ձեր մտահոգությունը կարա վերաբերի Զարե Սինանյանին, բայց ոչ տարբեր երկրներում բացառապես ձեռնարկատիրությամբ զբաղված եւ այդ ձեռնարկատիրական գործունեության արդյունքները Հայաստանին այնպես նվիրաբերած մարդ, որը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եւ հայրենիքի մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշաններով։ Հիմա դուք բացատրեցիք, որ Սամվել Կարապետյանը գտնվում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ազդեցության տակ։ Ռուսաստանից, ասենք Պուտինի աշխատակազմից զանգեն, ասեն, sense պետք է լինք, ասելով չէ։ Ձեզ զանգում են ռուսական հեռուստաընկերությունից, բայց Սամվել Կարապետյանի վստահ եղեք չեն զանգում։ Սամվել Կարապետյանը հիմա տնային կալանքի մեջ գտնվելու պայմաններում, երբ որ զրկված է քաղաքացիները ազատ շփվելու հնարավորությունից, իր տան դռները բացել է Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի լսի թե Հայաստանի քաղաքացիները տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մարզերի բնակիչներ, ինչ խնդիրներ են առաջադրում, որպեսզի այդ խնդիրները լուծի։ Եվ Սամվել Կարապետյանը նոր չի այդպես վարվում։ Նա Հայաստան համահայկական հիմնադրամի պատմության ամենամեծ նվիրատունն է։ Իմ ասածի հետ ինչ կապ ունի այդ։ Ասեք ո՞նց ինչ կապ ունի։ Դուք ասում եք ում շահերով է առաջնորդվում, այսինքն որ բերում է մայրաթոռը, մայր տաճարը վերանորոգում։ Այդ ում շահերով է անում։ Հայ ժողովրդի շահերով է, չէ՞ անում։ Իր ամբողջ գործունեությունը հայ ժողովրդի շահերին է միտված։ Ինչ կապ ունի օտար երկրների շահերը։ Այսինքն եթե հիմա Հայաստանում տասնյակ հազարավոր, կարող 100,000-ավոր մարդիկ կան, որ Ռուսաստանում աշխատում են։ Նրանք բոլորը գտնվում են Ռուսաստանի իշխանությունների ազդեցության տակ։ Հիմա ձեզ թվում է համոզեցիք, որ տես չի։ Չէ, դե ես մի անգամ եմ ասել, 20 անգամ պիտի ասեմ, որ դուք հələ հասկանաք, հետո նոր անցնեք համոզելու։ Պարոն Ղազարյան, տասնյակ կաշառք բաժանելու դեպքեր են հրապարակվում ձեր ուժի կողմից, որտեղ վիրավորում են ընտրողներին, վիրավորում են ազատամարտիկներին։ Այդ սա սուտ է։ Դուք մտածում եք, որ ճիշտ է։ Ես դեզ եմ հարցնում։ Ո՞վ է հրապարակում։ Ասեք հրապարակողն ով է։ Իրավապահ մարմինները։ Որ իրավապահ մարմինները, որոնց ղեկավարներին Նիկոլ Փաշինյանը WhatsApp-ով աշխատանքից ազատել է։ Ինքն բայց իրավապահ մարմինները որպեսի վստահություն ունենան, իրանք նախ պիտի իրենց գործունեությամբ այդ վստահությունը վաստակեն։ Եթե այդ իրավապահ մարմինների ղեկավարները, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, հակաքննչական կոմիտեի նախագահը, այդ մենք կառավարության նիստերի են մասնակցում, որտեղ իրանք ոչ զեկուցող են, ոչ հարցի պատասխանող են, ոչ ելույթ ունեցող են, ոտքի են կանգնում, երբ որ այդ վարչապետը գալիս է։ Հետո նրանց ներկայացուցիչ չէ նամազ, ասենք հիմա վարչապետն է, կարա չէ նամազ անի, բայց իրանք ինչ պիտի անեն այդ ժամանակ։ Մարդը ցանկությունը հայտնում ուզում են նամազ, դրանք ինչ պիտի անեն, բայց ինչ գործ ունեն ընդ էլ որ մտածեն, կանգնեն թե նստեն։ Իրանց մարզային կառույցների ներկայացուցիչները մարզերում ասես աշակերտի նման շարում են, որ Նիկոլ Փաշյանին ամեն ասեն, պարոն վարչապետ, մարզի դատախազ էս ինչ, մարզի քննչական կոմիտեի վարչության պետ էս ինչ։ Ինչի համար է։ Ձեռնարկությունների ինչ կապ։ Հիմա ասում եմ, բայց իրանք են չէ այդ ամեն ինչ, այսինքն քաղաքական ուժի են չէ սպասարկում փաստացի։ Հիմա այդ ձեռնարկությունը որ դուք լսում եք, օրինակ ես որ լսում եմ ընդհանրապես, իմ մոտ գիտեք ինչ հարց առաջանում։ Մեզ փաստորեն ձայնագրում են Հայաստանի քաղաքացիները, բայց համադրությամբ դա արգելված է։ Մենք գաղտնիության իրավունք ունենք։ Հիմա դուք եք չէ՞ ռախոսով։ Եթե կասկածներ ունեն, որ նրանք կասկած ունեն, ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներ։ Ասենք օրինակ մարզպետներին գաղտնալսում են։ Մի անգամ էլ Հայաստան դաշինքի։ Բայց օրինակ ասենք թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները ինչի չեն գաղտնալսում։ Ինչ կապ ունի։ Ոնց ինչ կապ ունի։ Բայց ասում եմ այդ ձայնագրությունները իրավական պրոցես, դու հիմա ուզում եք դա իրավական պրոցես որպես ներկայացուցիչ, քաղաքական պրոցես է։ Մենակ չասեցիք, չէ, դրանք սուտ են։
Չէ, մենք կաշառք չենք բաժանում։ Մենք ցես թենես կաշառք չենք բաժանում։ Ես դες ասում եմ բացի դրանից որ կաշառք չենք բաժանում։ Մեր նկատմամբ այդ ձայնագրությունները քրեական հետապնդումով մեր քաղաքական գործունեությունը կաշկանդելու, խափանելու ձև են հանդիսանում։ Լսեք ինչ եմ ասում։ Իմ նկատմամբ բռնություն է գործածվել մեր շենքի բակում։ Տեսագրություն կար։ Քննիչին ասում էի տեսագրությունը հրապարակեք, դուք չեք կարող այդ ծեծողներին գտնեք։ Կարող է մարդը ճանաչում է, ասում է չէ, նախաքննական գաղտնիք է։ Ես ուզում եմ իմանամ ժամը 10-ը եթե մտնում են մեր գրասենյակ, ժամը 12-ի նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը ինչի են հրապարակում։ Ինչ իմաստ է իրան։ Քննություն ես իրականացում, ձայնագրություն ունես, նախաքննություն առանց ես հրապարակում։ Քենեդուն ով ասպան է։ Այդ մեր հաջորդ հարցազրույցին կճշտեմ կասեմ։ Այսինքն այսքան ասածից մեջից ձեր մոտ միակ հարցը որ առաջացավ է թե Քենեդուն ով ասպան։ Բայց ես ասում եմ ձայնագրությունը դուք ամեն ինչից խոսում եք, բացի ձայնագրությունը։ Բայց ասում եմ այդ ձայնագրությունը իրավական process չի, դա քաղաքական հետապնդում է։ Օրը մի հատ գրասենյակ ուժեղ Հայաստանի մտնում են, հələ մտեք գրաֆիկով նայեք, ոնց որ մեր նախընտրական քարոզչական հանդիպումներն են, հենց քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները։ Մենակ ուժեղ Հայաստան, դա քաղաքական հետապնդում է, պարոն Ղազարյան, ուրիշ բան բովանդակություն դա չունի իր մեջ։ Ձայնագրություն եք ուզում լսեք, քննչական կոմիտեին խնդրեք, թող մարզպետներին գաղտնալսեն դրեք լսեք։ Ես հասկացա ինչու Սերժյանի ժամանակ դուք ընտրակաշառք բաժանողներին չեք բռնում, որովհետև դա քաղաքական իմ պաշտոնավար շրջանում չի եղել, կարող է դուք հայտեի երկրորդ համարի ցուցակն եք եղել, ինչ-որ բաներ եք տեսել, բայց ես մի բան ասեմ, որ 2020 թվականին Գագիկ Ծառուկյանի падգամավոր էր, գնացին անձեռնմխելությունից զրկեցին, ձերբակալեցին, կալանավորեցին, բանտ նստածրեցին, գնացին իր տնից սեյֆերը, չգիտեմ, ավտոներ ինչ էին նկարում, չգիտեմ, գարաժի ավտոները նկարին, ղազագրեր հանին, այդ ղազագիր գրողներ ԿՊ-ի դեպուտատ է Սերգեյ Բագրատյան, հիմա էլ դեպուտատի տեխնացու է падգամավորության իրանց։ Այդ սա բացահայտում արեցին, կընտրակաշառքի բան, վերջնական որոշումը գիտեք ինչ է դատարանի։ Արդարացում։ Հալում է, հալում է, արդար երկիր է։ Բայց հիմա այդ ինչ-որ դատական համակարգը աշխատում է։ Ասում եք դրանք սա ԿՊ-ի ձեռի տակ են, ԿՊ-ին են ծառայում, բա ո՞նց եղավ որտեղ չի։ Կեղծ իրավական process-ներ են անում քաղաքական շահադիտական, որ հետո չեն էլ կարողանում ապացուցել։ Այս ամեն ինչն էլ չի ապացուցվելու, վստահ եղեք, որովհետև ուժեղ Հայաստան կուսակցությունը մեր ընտրողներին ընտրակաշառք չի բաժանում։ Բաժանում այնպիսի ծրագրեր, որոնք փոփոխություններ են բերելու եւ այդ մարդկանց կյանքը փոխվելու, իրանք ապրելու են անվտանգ, հուսալի, ապահով, խաղաղ երկրում բարեկեցիկ կյանքով։ Այդ 150,000 դրամ ծայրահեղ աղքատ ընտանիքներին որ տան, դա աղքատություն հաղթահարելու է։ Իհարկե դուք գիտեն, որ դուք շատ մեծ հարստության տեր եք, 44 միլիոն 900,000 տարեկան մենակ ձեր հայտարարած եկամուտներն է։ Այսինքն կես հայտարարագիր եք։ Դուք մոռանում եք հարկերը։ Պետրոս ջան, ես ձեր հայտարարագիրն եմ կարդացել։ Հիմա հայտարարեք նաև ձեր հարկերը, ես ինչ գրել եք, այդ եմ կարդացել։ Հիմա ծայրահեղ աղքատությունը ձեզ չի վերաբերում անձամբ, որովհետև ձեր ընտանեկան եկամուտները շատ մեծ են, բայց մեր երկրում ձեր իշխանության, նաև ձեր ընտանեկան շահերով պայմանավորված, շահերի բախումով պայմանավորված հարաբերություններում Հայաստանում աղքատության աստիճանը բարձրացել է։ Հիմա Սամվել Կարապետյանը, երբ որ գալիս է աղքատությունը վերացնելու, նա կարիք չունի մարդկանց մի հատ դրա համար փող տալու։ Հիմա ես ամեն ինչ Հիմա լսեք, դա շատ հետաքրքիր է։ Դուք վերացնելու եք աղքատների հարկերը, կրճատելու եք մյուս հարկերը։ Կրճատելու հարկերը չէ, աղքատներին նպաստներ են տրվելու։ Հարկերը հանվում է փոքր ու միջին բիզնեսի հարկերը հանելու եք։ Այն մեծերինը նվազեցնելու եք, գույքը հարկը նվազեցնելու եք, ռազմական ծախսերը ավելացնելու եք, տները շենքեր եք սարքելու, ողջ բերքը գնելու եք։ Այդ փողերը որտեղից։ Այդ փողերը որտեղից, եթե դուք հարկերը կրճատելու եք։ Հիմա լսեք։ Նախ պետական բյուջեի միջոցները արդյունավետ են բաշխվելու։ Միայն 2025 թվականի դեկտեմբեր ամսին նախարարները, կարծեմ դուք կարող եք, եթե տան հետ խոսակցություն ունեցել եք, իմանաք, 7 միլիոն դրամի միայն պարգևավճար են ստացել։ Հետո Բայց պետական բյուջեի միջոցներից են ստացել։ Եթե պետական բյուջեի միջոցները աննպատակ չծախսեն, մենակ 20 հատ նախարար չի, 69 падգամավոր է, ենթակա կազմակերպությունների ղեկավար, իրանց մենակ ղեկավար կա, դրանք վարչապետ 13 միլիոն է ստացել։ հոգի են, հետո առհասարական պետական ծախսեր։ Միլիարդավոր ծախսեր։ Այո, այդ միլիարդավոր ծախսերը հիմա Նիկոլ Փաշինյանի մենակ մի կեցավայրի մի օրվա պահպանման ծախսը 1 միլիոն 700,000 դրամ է։ Հիմա եթե այդ պետական ծախսերը արդյունավետ են ծախսվում, այն ժամանակ գտնվում են բավարար միջոցներ, ես հիմիկվա մասին եմ խոսում։ Բայց այն ժամանակի չէ։ Այն ժամանակ որ կանչեք, այն ժամանակ կասեի։ Հիմա կանչե, հիմա եմ ասում։ Եթե պետական բյուջեի միջոցները արդյունավետ են ծախսվում, չեն վատնվում, միայն թիմակիցների մեջ չեն բաշխում, այլ հասարակությանը վերադարձ, այդ միջոցները գտնվում է։ Բացի պետական միջոցներից, Սամվել Կարապետյանը ամեն մի խնդրի լուծման համար ըստ էության առաջարկում է առանձին
հիմնադրամների ստեղծում։ Օրինակ, ստեղծվելու է ազգային վերածննդի հիմնադրամ, որի մի մասը գումարների հատկացնելու է ոչ մեծ մասը պետական բյուջեի միջոցներից, մյուս մասը հատկացվելու է Հայաստանում եւ արտերկրում հաջողության հասած գործարարների միջոցներից։ Եվ այդ միջոցները, այդ գործարարների հետ խոսել եք։ Ինքը իզնից ու ձեզ։ Օրինակ որ գործարարի հետ եք խոսել։ Որ գործարարի հետ եք խոսել։ Դրանով է տարբերվում։ Որ գործարարի հետ եք խոսել։ Դոլարով միլիարդատեր է եւ այդ հաջողություններին ինքը հասել է հազարավոր գործարար ընկերների հետ ամենօրյա փոխգործակցության գործարար հարաբերությունների արդյունքում եւ դրա արդյունքում ինքը ունի պայմանավորվածություններ թե որտեղից են լինելու այն միջոցները։ Դե հիմա ես ձեզ ինչ պետք է ասեմ։ Դե դա եմ ասում էլի։ Ինքը շատ լավ գիտի ում հետ ունի։ Շնորհակալություն։ Ձեր շնորհակալություն, ուրախությամբ։ Մեր հյուրը ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանն էր, սիրելի այդողներ դիմացեք, ընտրարշավի կեսը արդեն անցել է, կհանդիպենք ցտեսություն։